Ողբերգական պատահար և մեծ կորուստ։ Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյդան այսպես է արձագանքել Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամմադ Ալի Ահմեդ Ալ-Հադաթի և օդանավում եղած մյուս անձանց ողբերգական մահը ավիաաղետի մասին նա գրառում է արել սոցցանցում։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է։ Անկարայում երկու երկրների ռազմական գործակցությունը խթանելու նպատակով բարձր մակարդակի բանակցություններից հետո լիբիական պատվիրակությունը վերադառնալիս է եղել Տրիպոլի։ Գեներալ Ալ-Հադիդին ու 4 այլ սպաների տեղափոխող մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մոտ բարձրանալուց հետո։ Զոհվել են բոլոր ուղևորները և ողջ անձնակազմը։ Աղետի վայրում որոնողական աշխատանքներ են ընթանում։ Փրկարարները փնտրում են ինքնաթիռի սև արկղերը։ Associated Press գործակալությունը գրում է, որ ավիավթարի զոհ դարձած պատվիրակության կազմում բացի Լիբիայի բանակի շտաբի պետից եղել են նաև Լիբիայի ցամաքային ուժերի հրամանատարը, ռազմական արտադրության ոլորտի ղեկավարը, շտաբի պետի խորհրդականը և շտաբի պետի գրասենյակի լուսանկարիչը։ Պատվիրակության Falcon 50 ինքնաթիռը թռել է Անկարայի SM Բողա օդանավակայանից։ Թռիչքից մոտ 40 րոպե անց անձնակազմի հետ կապը կորել է։ Մինչև այդ ինքնաթիռի հրամանատարը օդային երթևեկության կարգավորիչներին հայտնել է տեխնիկական խնդրի մասին և արտակարգ վայրէջքի թույլտվություն խնդրել։ Ինքնաթիռը վերաուղղորդել են SM Բողա և պատրաստվել վթարային վայրէջքի, սակայն ինքնաթիռը ռադարից անհետացել է օդանավակայանին մոտենալիս։ Վթարված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Անկարայից մոտ 70 կիլոմետր հարավ։ Լիբիան նախատեսում է քննչական խումբ ուղարկել Անկարա թուրքական իշխանությունների հետ ավիավթարը հետաքննելու համար։ Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամմադ Ալի Ահմեդ Ալ-Հադադը Անկարայում հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշեր Գյուլերի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և այլ պաշտոնյաների հետ։ Տրիպոլիի ռազմական պատվիրակությունն Անկարա էր գնացել այն բանից հետո, երբ Լիբիայի խորհրդարանը 2 տարով երկարաձգել էր երկրի տարածքում տեղակայված թուրքական զորախմբի մանդատը։ Թուրքիան Լիբիայում զորք է տեղակայել Տրիպոլիի հետ 2019 թվականին կնքված անվտանգության և ռազմական գործակցության մասին համաձայնագրից հետո։ Որոշ տեղեկություններ Լիբիայում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին։ 2011 թվականի ապստամբությունից և երկրի երկարամյա առաջնորդ Մուամմար Ալ-Կադաֆիի տապալումից ու սպանությունից հետո Լիբիան հայտնվեց քաղաքական ու տնտեսական քաոսում։ Երկիրը բաժանվեց երկու մասի, որոնք արևելքում և արևմուտքում կառավարում էին մրցակից վարչակազմեր։ Քաղաքական այդ ուժերը վայելում էին այս կամ այն պետության աջակցությունը։ Թուրքիան դաշնակցում էր Լիբիայի արևմտյան կառավարության հետ, սակայն վերջերս քայլեր էր անում նաև արևելքում իշխող ուժի հետ կապերը բարելավելու ուղղությամբ։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։